այսօր չեմ կարող նրան անձամբ շնորհավորել, նայել նրա աշկերին ասել բարեմաղթանքներ։ Այսօր հավաքվել ենք հիշելու և հիշատակելու մեր հերոսի անմահ հիշատակը։ Նա ուներ երազանքներ, նպատակներ, հետաքրքիր մտքեր, բայց այդ ամենը զոհաբերեց հանուն և մեծ երազանքի, հայրենիքի։ Որպես նրա կին, իմ հոգում կախորը ցավ։ Թոքրոնամի հիշատակը չեմ ուզում լինի տխրությամբ։ Ուզում եմ լինի ոգեշնչման աղբյուր լինի բոլորիս համար։ Եվ ծննդյան այս օրը ծնունդ տանք նրա հիշատակի հավերժությանը։ Հավերժ փառք և հիշատակ։ Մեկ րոպե լրության մենք ենք Արցախյան պատերազմում հերոսաբար ընկած մեր անմահ հերոսի հիշատակը։ Ձեր լրությունը զրնգում է զրովում եք։ Ձեր լրության համերգում ինձ բացակար չդնեք։ Գնելիք Սարգսյան, մեր դպրոցի տաքարյուն կենսախիտ տղաներից մեկը, նա հիանալի որդի, հայր, ամուսին, ընկեր էր, բայց նա դարձավ բոլորիս հերոսը, նրա անմահ քայլերը, նրա ամուր հավատը հայրենիքի հանդեպ այլևս հավերժություն։ Ծնվեց պատերազմում ու պատերազմում էլ անմահացավ։ Երևի հայ ճակատագիրն ու խաչն է, հայոց հողը, սինետի, մինուճար որդիների արյան։ Նրա հերոսական սխրանքները սերունդ կպատմվեն, հայրենիքի սիրո համար կամ մահ կամ ազատություն։ Նա ընտրեց ազատությունը մահվան գնով։ Այ քաջարի մարտիկ էր, օժտված անկոտրում ոգով ու միշտ պատրաստակամ հայրենասիրությամբ։ Ես Ռոլանդ Գնելի Սարգսյանն եմ, ծնվել եմ 1981 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանում։ Ես սովորեցի և մեծացա այս դպրոցում, ձեր նման երազեցի և սիրեցի կյանքը։ 1998 թվականին ընդունվել եմ Սանկտ Պետերբուրգի ներքին էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը։ 1999 թվականի նոյեմբերի 24-ին զորակոչվել եմ բանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և սկզբնական ծառայությունս անցկացրել Եղվարդի, այնուհետև 2000 թվականին ծառայությունս շարունակել Արցախի Հանրապետության Մեխակավանի զորամասում։ 2003 թվականին ծառայության եմ անցնում Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությունում։ 2010 թվականին նշանակվում եմ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության վաշտի, հատուկ նշանակության դասակի հրամանատարի տեղակալ։ 2010 թվականին պարգևատրվել եմ մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար շնորհակալագրով, առաջին աստիճանի և երկրորդ աստիճանի մեդալներով։ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 20-ամյակին նվիրված հոբելյանական զորահանդեսին և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 20 տարի հոբելյանական մեդալով։ 2016 թվականի ապրիլին հատուկ ջոկատայինների խմբով գործուղվել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ, Կարորյա պատերազմի հետ կապված անհրաժեշտ ծառայություններ իրականացնելու նպատակով։ Անմասն չմնացի նաև 44-օրյա պատերազմին։ 2020 թվականի սեպտեմբերի 28-ից մեկնեցի Արցախ։ Եղել եմ Խոջալույի տանկային զորամասի 3-րդ գումարտակի 8-րդ հրաձգային վաշտի ապահովման ջոկի հրամանատար։ Մեծ բաժին էր հասել պահպանել Աղդամի դիրքերը։ Մասնակցել եմ մի շարք պաշտպանական մարտերի։ 2020 թվականի նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան տեղափոխվում ենք Շուշի։ Շարժվելով դեպի Շուշի ընկնում ենք դիպուկահարների կրակահերթի տակ։ Ձախ ձեռքից ստանալով ծանր վիրավորում, դժվարությամբ, բայց կարողանում եմ կասեցնել արյունահոսությունը։ Չլսելով նահանջի հրամանը, 3 հրամանատարներով շարժվում ենք առաջ դեպի Շուշի։ Հայտնվում ենք շրջափակման մեջ, ընկնում ենք արիաբար հերոսի մահով։
հայրենիքի։ Պատերազմի օրերին նա առանց վարելու գնաց առաջնակից, որտեղ կատարեց իր ամենամեծ ու անմար սխրումը։ Քանի որ ամենաճշմարիտ պատմեն հարազատները, ապա լսենք իրենց անմիջական խոսքերը, որդու անմիջական խոսքը նվիրված հայրիկին։ Բաղջան, ես անընդհատ զրուցում եմ քեզ, շարունակում քեզ հասկանալ քեզ բառից, զգաստանալ քայլքից։ Բաղջան, դե մեջ կրում են տալիս ուժն ու թուլությունը, հույսն ու հուսահատությունը։ Ես ուժեղ եմ իմ բաղջությամբ, ու թույլ եմ հոգիս մաշալ խաղատով։ Բաղ, ուժեղ եմ քեզ ճիշտ շարունակելու հույսով, ու թույլ քեզ այլևս չտեսնեմ հուսահատությամբ։ Այժմ լսենք ամենամոտ ընկերոջ խոսքը։ Մեր սուրբ հայրենիքի համար մպող կենած և մահ պայքարում Հաջի Մահով ընկար, լավագույն ընկեր։ Միասին մարտական ուղի ենք անցել, շատ փորձություններ հաղթահարել, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին։ Այս անգամ կողքի չէի, ների, չհասցրի, չհասկացա թե ինչպես ձեռքիցս թռար, գնացի։ Ամեն անգամ նայելով քրող հայացքիդ, արցունքս վրեժ է դառնում, իմ հերոս ախպեր, քեզ ավերջփառք ու խոնարհում։ Դաստեկի խոսքը։ Իմ հայր զինվոր, իմ քաջ զինվոր, իմ հերոս։ Ասում են, լավ ուսուցիչը նման է ծնողի։ Ճիշտ է, սակայն հավելեմ, որ լավաշակերտն էլ դառնում է հարազատ զավակ, թանկ ու անփոխարինելի։ Հարազատ մտածողությամբ, երազանքներով, կեսը փիլիսոփայությամբ։ Ռոլանդը չէր կարող անմասն մնալ այս գոյամարտից։ Դավադիր ոսոխը դարանակալել էր ամենասուրբը, հող հայրենի։ Հարազատս, անգինս, ոսում են օրերը, ցավս ավելի է խորանում, կարոտն ու տխրությունս հասկանում։ Հայրենիքի սերը սահման չճանաչեց, մորդ թողեցիր անփարետ վշտով ու աղյոկոր մարցունքով։ Բայց ես հպարտ եմ, որ քեզ նման հերոս եմ ծնել, որ վարվեց մոնի պես վաղվա խաղաղ ու լուսավոր կյանքի համար։ Անգինս, հարազատս, որդիս։ Հայրենիքը փրկել ու կփրկել ոչ թե արքաներն ու իմաստունները, այլ մայրերը։ Կարեկին նշտեր։ Շնորհակալ եմ ձեզանից, հայ մայրեր, դուք եք դասյարակել մեր օրյա հերոսներին։ Շնորհակալ եք, տիկին Գոհար։ Դարի ավանդական երկպարի համույթը։ Լրությունը շատախոսեր անվան խոսքի, արդարացում կամ են ներում, անգամ արդյունք պետք չեն իսկ։ Հրաշք լիներ, քեզ դսայ առանց խոսքի,
ու մաշենք տարիների լռությունը, որը մի օր ասում են թե հեռացումի կարոտից է դառնում ոսկի։ Հրաշքներ, դուր բացերքերով, ներս մտնել, առանց խոսքի, Աղ թե ուր է հրաշքիներ, թեկուզ մի պահ առանց խոսքի, ու այդուհետ մենք ապրեինք առանց խոսքի, հրաշքիներ։ Ռոլանդ Սարգսյանի անունը փորագրված է մեր սրտերում։ Նա այն սյուներից մեկն է, որը յուրաքանչյուրած է մեր հայրենիքի ապագան։ Նրա կյանքի պատմությունը ոչ միայն հիշողություն է, այլև ուղեցույց։ Թող նրա անունը միշտ հնչի իր պատմությամբ, եւ թող նրա հոգին խաղաղ լինի, զգալով, որ մենք արժանի ենք նրա զոհաբերությանը։ Ես գնացի, որ դուք ապրեք, ես լրեցի, որ դուք երգեք, ես սոֆեցի, որ դուք ունենաք խաղաղորեք, բայց մի բան եմ խնդրում, ես սիրեք ձեր հայրենիքը, ինչպես ես սիրեցի։ Նա նահատակվեց, նա զոհվեց հերոսաբար, նա գնաց, որ մենք ապրենք, մենք մեր կյանքով ենք նրան պարտական, խոնարհվում ենք, հերոս։ Հավես պատկանում է հերոսին։ Մենք բոլորս հայասուր փողի երդյալներն ենք, բարբարոսը պիտի պատասխան տային մեզ ուժերի համար, պիտի ամեն օր ժամ, վայրկյան, մեր մեջ ավելի է ոցավարդում ձեր շնթույնը, և մեզ հիշեցնում, որ մենք մեր հերոսների հերոսական գործը պետք է ավարտնացնենք, վրեժնչության համար գլխավորը սրտիչ է, վրեժնչության մեջ գլխավորը վերջն է։ Եղավ այն պուրակում, որը կրում են Ռոլանդ Սարգսյանի անունը։ Այնտեղ կանգնած էր հուշաղբյուր, որպես հավերժ հիշողություն և ոգու խորհրդանիշ։ Այդ հուշաղբյուրը ոչ միայն քար է ու ջուր, այլ նաև լուր վկայություն Ռոլանդի կյանքի և զոհաբերության մասին։ Նաև եղանք այն վայրում, ուր հանգչում է մեր հերոսը։ Այնտեղ լռության ու խոնարհման մեջ մենք խումբ վարեցինք և ծաղիկներ խոնարհեցինք նրա հիշատակի համար։ Այսօր մեր միջոցառումը շարունակությունն է այդ խոնարհման։ Երբ գիշերն է իջնում սահմանին, մոտենում է հանկարծ թշնամին, դու ես աչքերիս առաջ իմ աղոտքի ձայնն է քո իմ մտքում, ամեն մի փամփուշտից ինձ փրկում, լուր ես հավատով սպասում, որ կա, թե որ ընկնեմ ես, տեղն իմ եղբայրը կբերի խաղաղ երկինք ես ման, հերոս տղերքը մեր Ելան բարձունքն ի վեր, զոհվել չկա տղեր, կրվի ժամի, սա հայրենիքն է մեր, սուրբ հող ու հորովել, պիտի ծնկի գա թշնամի։ Ցավոք մեր հայրենիքը շատ դժվարությունների մեջ գնացել, բայց մենք վստահ ենք, որ ապագան պայծառ ու լուսավոր դռներ կբացի մեր առջև։ Քանզի զարգված ու զրկված հայրենիքը մի օր պիտի դառնա լույսի ու հույսի հայրենիք։ Այն ազգը, ով ունի հոգևոր մշակույթ, գիր ու գրականություն, այդ ազգը չի կարող մեռնել։ Այն ազգը, ով կռվի է դուրս գալիս առավոտ լուսո երգով եւ մեռնելու է գնում քոչարի պարելով, այն ազգը երբեք չի մեռնի։ Մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ, ինքնանվիրով, աշխատուն կամքով ու դեպի լույս ունեցածով, քանզի մեզնից յուրաքանչյուրի բարդությունից մի կայս կա, մի վառվող դուքոր։ Սասնածների խենթությունը կա, նրանք դիրսազնական ուժի ու զորեսային իմաստնիկը, ֆիդայինների, անուն հայրենիքի նահատակվելու պատրաստ մաքարելու իմաստությունը։ Մենք այն ազգն ենք, որ աշխարհով այո, սրվեցինք,
բայց չմոլորվեցին, քամիներից չորորվեցին, ու այդպես էլ ոչ հանձնվել, ոչ պարտվել չսովորեցին։ Ուժ եւ կորոր մեզ բոլորիս։ Ցավոք սրտի ձեր սերունդն էլ պատերազմ տեսավ, որովհետև 44 օրյա պատերազմը նաև ձեր սերնդի պատմությունն է։ Ու այստեղ ենք հասկանում, որ հերոսը միջև հերոս դառնալը սովորական շարքային մարդ է։ Իր կենսագրությամբ, իր ուրախություններով, իր հույսերով, իր հուսահատություններով, իր լացով, իր ծիծաղով, իրեն շրջապատող շատ թանկ ու շատ անձնական միջավայրով։ Ու հասկանում ենք, որ մեծ հաշվով այս ամբողջ պատմությունը մարդու մասին է։ Անա ջան, արել։ 9-րդ դասարան։ Իհարկե, բոլոր դասարաններ, երբ որ մենք մտնում ենք, երբեմն մտնում ենք ոչ լավ առիթով երեխեք ջան, որովհետև ստիպված ենք մտնել, դիտողություն անել եւ այլն։ Հիշում եք, որ մենք ձեր դասարան միշտ մտել ենք վերապահումով, որովհետև ձեր դասարանում ոչ ճիշտ քայլը միշտ էլ շատ ավելի հիվանդագին ենք տանում։ Ճիշտ է, թե ճիշտ չի։ Եվ մեր երկրորդ արտահայտությունը եղել է երեխեք ջան, բա այս պատերի մեջ։ Բա այսօր ես հավատում եմ ձեր ասած ամեն մի խոսքին, որովհետև այդ պատերը, այդ նկարները, այն արտահայտությունները, որոնցից կտոր այսօր հնչեց, ձեր դասղեկի այսպես շատ զգայուն ներկայությունը, նրա անասելի ուժը, անասելի, ես ուղղակի Անա ջան, խոնարհվում եմ, որ դու այդ դասարանում եւ առհասարակ ունես այդքան մեծահոգություն եւ այնքան բարեկրթություն, որ կարողանում ես խոսել, որ կարողանում ես ժպտալ, որ կարողանում ես հավաքել, որ կարողանում ես պարտադրել ճիշտը։ Այնպես որ սիրելիներս, այսօրվա օրը մեզ համար շատ կարևոր է, շատ կարևոր է, որպես, ոչ միայն որպես, որ մենք ծննդյան օր ենք նշում, որպես հիշատակի օր ենք նշում, այլ կարևոր է ամենից առաջ մեզ համար, մարդ մնալու համար, մարդանալու համար, ճիշտն ու թացն ու չորը իրարից տարբերակելու համար, ճիշտն ու սխալը իրարից տարբերակելու համար, դասեր քաղելու համար, կենացների փոխարեն ճիշտ քայլեր անելու համար։ Ռոլան ջան, երկնային ու երկրային ծնունդդ շնորհավոր։ Այդպիսի տղամարդու ծնունդ ենք մենք այսօր նշում, երբ որ տղան, վկան մայրը, տղամարդ է դարձել, կայացրել է որոշում և այդ որոշման արդյունքում դուք այսօր հիշատակի, պայծառ և հուսառատ օր նվիրեցիք մեզ։ Շնորհակալ եմ։ Բոլորից է, որ հասկացաք, իմնեցիք, ու համատեղ ուժերով մենք կարողացանք հասնել այս փոքրիկ միջոցառմանը, փոքրիկ, բայց մեզ համար շատ մեծ, բոլորիս համար, ձեր յուրաքանչյուրի հոգու անկյունում, այս մի փոքր
Անաս Ռոլանդից մի մասնիկ մնաց։ Լավ, չգաց։ Շատ շնորհակալ եմ, անչափորական եմ առնելից։ Այս վեկան ուրիշներ չգտել։ Խրամատում եմ ձեր սուրբ մայրերի փոխարեն աշխարհն առուցախ է արյան անձրևում անունս Արցախ է ես չեմ հանձնվում վարվում է չոր ծախը արման չունեցող անունս Արցախ է ուր չվախեցող աշխարհն առուցախ է արյան անձրևում անունս Արցախ է ես չեմ հանձնվում վարվում է չոր ծախը արման չունեցող անունս Արցախ է